Հոկտեմբերի 30 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Փառաբանելու եմ քեզ, ով Տեր, Սաղմոս 9:2 Ինչպես առավոտյան արևի շողերից ջերմացած հողից է գոլորշի դուրս գալիս, այնպես էլ որպես կատարված աղոթքի շնորհակալություն վեր է բարձրանում փառաբանությունը։ Արդյոք քո հանդեպ ողորմած է եղել Տերը, լսել է արդյոք քո աղոթքի ձայնը։ Այդ դեպքում փառաբանիր նրան, քանզի քեզանում զարկում է սիրտդ։ Թող հասունացած պտուղն ընկնի բերի հողին, որը նրան կյանք է տվել։ Երգիր նրան, ով պատասխանել է քո աղոթքին և կատարել սրտի ցանկությունը։ Տիրոջ ողորմությունների մասին լուռ մնալը սև անշնորհակալություն է։ Դա ըստ էության 9 բորոտների դատապարտելի արարքն է, որոնք բժշկվեցին, բայց շնորհակալություն չհայտնեցին Տիրոջից։ Մոռանալ Աստծուն, փառաբանել, նշանակում է կողոպտել ինքդ քեզ, չէ՞ որ փառաբանությունը, ինչպես աղոթքը, հոգևոր կյանքի ամրապնդման ամենաճիշտ միջոցներից մեկն է։ Այն թեթևացնում է մեր բեռը, սնում հույսերով և հաստատում հավատը։ Դա օգտարար, բարերար զբաղմունք է, որն ամրացնում է քրիստոնյային և տանում Տիրոջ անունով նոր սխրագործությունների։ Ստացված ողորմությունների համար Աստծուն փառաբանելը շրջապատողներին բարիք գործելու միջոցներից մեկն է։ Խոնարհները լսելու են և ուրախանալու են։ Սաղմոս 34:2 Ուրիշներն էլ նման իրավիճակներում կմխիթարվեն, եթե նրանց ասեն. «Ինձ հետ մեծարեցեք Տիրոջը ու միասին բարձրացնենք նրա անունը»։ Սաղմոս 34:3 Դժբախտը կանչել է Տիրոջը, և նրա ձայնը լսվել է։ Թույլերը կամրանան, վհատվածները կքաջալերվեն, լսելով մեր փրկության երգերը։ Նրանց վախերն ու կասկածները կցրվեն ծխի նման, մինչ մենք միմյանց սովորեցնում և խրատում ենք սաղմոսներով, փառաբանությամբ և հոգևոր երգերով։ Նրանք նույնպես կգովերգեն Տիրոջ ուղիները, երբ լսեն, թե մենք ինչպես ենք մեծարում նրա սուրբ անունը։ Փառաբանությունը քրիստոնեական ծառայության ամենատարածված ձևերից մեկն է։ Հրեշտակները չեն աղոթում, բայց անդադար փառաբանությունը նրանց շուրթերից հնչում է օր ու գիշեր։ Իսկ ճերմակ հագուստներով հանդերձավորված փրկագնվածները արմավենու ճյուղերն իրենց ձեռքերին անխոնջ փառք ու պատիվ են մատուցում գահին նստած գառանը։